Եկեղեցու դեմ սկսված արշավի մասին այս պահին զրուցելու եմ աստվածաբան Թովմաս Արաքելյանի հետ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Թովմաս, երեկվանից լսում, կարդում ենք վարչապետի, նրա կնոջ, իշխանական մյուս անդամների հայտարարությունները հայ առաքելական եկեղեցու հասցեին։ Ամեն բան սկսվեց Չուլանի հետ համեմատությունից, բայց այսօր հունից դուրս եկան ու վերածվեց արդեն հայհոյախառն բառապաշարի։ Սա պարզապես վեճ է, բանավեճ է, թե արդեն պատերազմ է եկեղեցու դեմ, հենց մեր երկրի ներսում կամ էլ գուցե ավելի մեծ վտանգավոր սցենար կա։ Ինչի հետևանքով է սա։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար ու շատ կարևոր է խոսել այս թեմայով։ Ես կարծում եմ, որ պետք է խոսել ընդհանուր տենդենսների մասին, ոչ թե փոքրիկ անձերի, որոնք կորելու են գնան, ըստ թեև ինչ որ առումով մնալու են, որովհետև հայոց պատմությունը յուրահատուկ ու անվանական շեշտադրմամբ է հիշում միշտ իր դավաճաններին։ Մեր պատմության ընթացքում դավաճանները շատ չեն եղել, բայց դրանք յուրահատուկ ու անվանական հիշատակվել են մշտապես։ Բայց այնուամենայնիվ տենդենսը ավելի մեծ է։ Հիմա ժամանակակից աշխարհում որոշակի պոպուլարություն են հանրայնացում են ձեռք բերում ֆրիկերը։ Եթե դուք նայեք TikTok-յան հարթակներին, այնտեղ շատ բլոգերներ կան, որոնք արտադրում են մի ոճ, մի բովանդակություն, որը վաղուց ստացել է նույնիսկ ժանրային անվանում՝ trash content։ Աղբ trash content-ը բավականին պոպուլյար է դարձել, որովհետև մարդիկ նայում են, մարդիկ սպառում են, մարդիկ մեկնաբանություններ են գրում, այդ մեկնաբանությունները բնականաբար հայհոյախառն են ու բացասական, բայց trash content արտադրող բլոգերի համար էականը այն չի մեկնաբանությունները լավն են թե վատը։ Էականն այն է, որ իրեն դիտում են եւ ինքը որոշակի օրակարգ է ձևավորում, թեկուզ եւ այդ օրակարգը բացասական եւ հայհոյախառն ֆիդբեքով։ Հիմա ֆրիկը, որը պարզապես փորձում է երևալ, փորձում է այնպես անել, ինչպես դուք ասացիք, որ դուք կարդաք, որ դուք նայեք, ֆրիկը այսօր երկրում փորձում է օրակարգ թելադրել, բայց քանի որ օրակարգ թելադրելու բոլոր հնարավորություններն այլևս սպառված են, ինքը չունի ոչ մի գաղափարական ասելիք, չունի ոչ մի բովանդակություն, ըստ էության վաղուց եւ այդ կորցրել է իր վարկանիշն ու հեղինակության որևէ մնացորդ, բնականաբար պիտի այնպես անի, որ իր մասին խոսեն ու մի դեպքում դա իր կնոջը Facebook-ում օգտագործելն է, որ նա գրի էշ եւ դրանով հավաքի մեկնաբանություններ, մյուս դեպքում իր կինն է հավանաբար իրեն օգտագործում, որ կնախառն այդ բամբասանքները տարածի, ու մյուս կողմից էլ մեր դաշտը, համացանցային դաշտը այսօր ֆրիկերի բավականին իհարկե մեծ պաշար ունի, բայց այնուամենայնիվ մենք ունենք նաև բավականին թափուր մնացած դաշտ, որը բավականին երկար ժամանակ շատ ակտիվ էր։ Դա սեռական բնույթի բամբասանքի դաշտն է, որը բավականին ակտիվ համացանցում պահում էր Վարդան Ղուկասյան բլոգերը, որը հենց սեռական դաշտի վրա հիմնվելով տալիս էր այդ trash content-ը։ Հիմա տեսեք, դաշտը բաց է մնացել եւ միակ դաշտը, որ իրենք այս պահին կարող են այս երկրում զբաղեցնել, դա դոկի Վարդան Ղուկասյանի դաշտն է։ Հայհոյանքներով, trash content-ով, սեռական բնույթի բամբասանքով։ Բայց մի դեպքում, եթե Ղուկասյանի դեպքում այդ հայհոյախառն բառապաշարը չէր մտնում ժողովրդի լեզվամտածողության մեջ, այս դեպքում կրկնելով ու պատասխանելով շատ սովորական բան է դարձել արդեն երեկվանից գոնե, բոլորը կրկնում են այդ բառերը իբրև նորմա ու դարձել է արդեն լեզվամտածողության մի մաս։ Ցավոք այն դեպքում էլ շատ էին կրկնողները, ցավոք այն դեպքում էլ երեխաների մեջ էին տարածվում որոշ արդեն մեմ դարձած հատվածներ եւ այնտեղ լուրջ վտանգ կար, բարոյագիտական լուրջ վտանգ կար։ Մենք քաղաքագիտական դաշտը թողնենք մասնագետներին, բայց բարոյագիտական առումով մենք ունենք լուրջ խնդիր այդ կոնտենտի հետ կապված։ Այսօր նույն պետական մակարդակով հովանավորվող եւ բավականին մտերիմ այդ ընտանիքի հետ բլոգերներից մեկը թքելու հետ կապված ինչ որ անունով, չէ, չգովազդենք իրեն, էլի նույն այդ որակի կոնտենտ է տալիս, որը ինչ որ երեխաներ այնուամենայնիվ նայում են, ու դա տարածվում է ալգորիթմների կողմից։ Ազգային անվտանգության հարց է նաև սա վերահսկելը, TikTok-ը վերահսկելը, իսկ երբ ազգային անվտանգության կարևորագույն հարցերով զբաղվող, կարևորագույն պաշտոնի նստած է ֆրիկ, փողոցային trash content արտադրող բլոգեր իր անդաստիարակ զուգընկերուհու հետ, որը անդաստիարակության, գրեհկության ամենա
ցածր նշաձողերը գնալով ավելի զարմացնելով հաստատում է։ Այստեղ մենք հասկանում ենք, որ լուրջ խնդիր ունենք, բարոյագիտական լուրջ խնդիր, կրթության, դաստիարակության, բարոյականության լուրջ խնդիր։ Լավ, ինչու է առավել հաճախ եկեղեցին հայտնվում այս ընտանիքի թիրախում, ինչն է վախեցնում եկեղեցու մեջ։ Բնականաբար տարիներ շարունակ եկեղեցին ցույց է տալիս իր յուրահատուկ մոտեցումը ամենատարբեր հարցերին, հավասարակշռությունը, էմոցիոնալ հավասարակշռությունն ու պատրաստությունը պայքարելու հայոց անվտանգային կարևորագույն հարցերի շուրջ։ Հենց այս պահին Վեհափառ Հայրապետը մեր հոգևորականների հետ Շվեյցարիայում Արցախի հարցով շատ կարևոր հարցեր է բարձրացնում ու բնական է, որ ահաբեկված են ադրբեջանական ուժերը։ Ակնհայտ է, որ այդ ադրբեջանական խուճապը պետք է հրամաններ արձակեր այս ընտանիքին եւ այս ընտանիքը վաղուց ի վեր Կայենի նման հլու հնազանդ չարին պետք է կատարեր այդ հրամանները։ 2019 թվականին դեռևս Նոր Հայաստան, Նոր Հայրապետ կոչված խայտառակությունից հետո այդ խայտառակության կազմակերպիչը սրանց նշանակմամբ դարձավ համալսարանի ռեկտոր ու պաշտոնավարում է մինչ օրս։ 2019-ից հետո Վեհափառ Հայրապետի մեր եկեղեցու հայրերի թիրախավորումը շարունակվել է ամեն վայրկյան, այսինքն պետք չէ մտածել, որ Facebook-յան գրառումները կոնկրետ առանձին փուլեր են, դրանք օրգանական շարունակությունն են, ուղղակի ֆրիկերը փայլուն հասկանում են ինչպես քիչ-քիչ սովորեցնել մարդկանց դրան, բայց հետաքրքիր ձևով ես ինձ հետ այսօր բերել եմ Արար հիմնադրամի կողմից վերջերս անցկացված հարցումների տվյալները, որտեղ մենք դարձյալ տեսնում ենք եկեղեցու վարկանիշի արդեն ավանդական դարձած բարձր լինելը, որը գերակայում է իշխանության վարկանիշը։ Եթե մենք նայենք, թե որքանով են գոհ հետևյալ կառույցների աշխատանքից հանրությունը, բավականին մեծ թվով հարցվածներ, մենք կտեսնենք, որ ազգային ժողովից գոհ է մեր ժողովրդի ընդամենը 17.9%-ը, 17.9% է բարձր համարել ազգային ժողովի գործունեությունը, 22%-ը միջին է գնահատել, հա։ Կառավարությունը ունի 24% եւ միջին 23%, իսկ հայ առաքելական եկեղեցու գործունեությունը բարձր է համարել 52.9%-ը եւ միջին, որը էլի լավ ցուցանիշ է, միջինը 19.6%, այսինքն ահռելի լուրջ թվեր ունենք, այսինքն ցածր եկեղեցու գնահատականը, հա, ցածր են գնահատել 24%-ը, մինչդեռ կառավարության ցածր է գնահատում 51%-ը։ Անշուշտ սա շատ զայրացնող, Եվ հենց այս թվերին հաջորդեցին իշխանության այս պահվածքը, այսինքն սա նաև գուցե վախի արտահայտում է վարկանիշի նկատմամբ եկեղեցու։ Բնականաբար, երբ կառավարությունը տեսնում է մի կառույց, որը ազգային է, որն ունի գաղափարական հզոր հիմքեր, երկհազարամյա հիմքեր, պահպանողական կառույց, որը առանց ավելորդությունների, առանց խուճապի, առանց զգացմունքային ինչ-որ հայտարարությունների, շատ հստակ, շատ ամուր քայլում է առաջ իշահայոց ազգի, իշահայոց պետականության եւ ինքնիշխանության եւ մեր ազգային արժեքների եւ ի պահպանություն մեր ինքնության, արդյունքում այս կառույցը ստանում է, ինչպես ես նշեցի, հայ ժողովրդի շուրջ 70%-ի բարձր միջին գնահատականը եւ շատ փոքրականակ ցածր գնահատական, եթե մենք հաշվի առնենք, որ այստեղ կան աղանդավորներ, աթեիստներ եւ հենց իրենք, մյուս կողմից տեսեք, առաքելական եկեղեցու գնահատականը ավանդաբար է բարձր, այսինքն մենք բարձր ցուցանիշ տեսնում ենք 24-ի մայիսին 54%, սա սրբազան պայքարի ամենաբարձր պահն է։ Հետո երբ սրբազան պայքարը փոխեց իր ռազմավարությունը եւ շարունակում է մինչ օրս, բայց այլ տրամաբանության մեջ, այնուամենայնիվ հուլիսին մենք տեսնում ենք ավելի բարձր 59%, այսինքն եկեղեցու վարկանիշը բավականին բարձր շարունակում է մնալ եւ այսպես շարունակ այսօր տեսնում ենք 52%, այսինքն եկեղեցու հայ առաքելական եկեղեցու գնահատականը հարցումների առումով ես դեռ միջին գնահատականը չեմ ասում, որը նույնպես բավական բարձր է։ Շարունակում է մնալ մանավանդ երբ որ դնում ենք համեմատության մեջ բավականին բարձր։ Տեսեք, մենք ուրեմն իշխանությունների վարած քաղաքականության հետ կապված ունենք այսպիսի գնահատական, դարձյալ Արար հիմնադրամի ուրեմն շատ լուրջ հարցումների հիման վրա արտաքին քաղաքականությունից դժգոհ է հայ ժողովրդի 64%-ը, ներքին քաղաքականությունից դժգոհ է 74%-ը։
եկեղեցուց դժգոհ է միջինացված մոտավորապես 20%։ Այսինքն բնականաբար եկեղեցին առաջին դեմքի, մակարդակով, Վեհափար Հայրապետի մակարդակով արտահայտել է իր դժգոհությունը այս կառավարության նկատմամբ, Վեհափար Հայրապետը հորդորել է հրաժարական տալ եւ հավելել է հետագայում, որ հայրական հորդորը չունի վաղեմության ժամկետ։ Արդյոք այդ պահից սկսեցին հակասությունները։ Ոչ, հակասությունները սկսվել են 19 թվականից, որովհետև ի սկզբանե այս իշխանությունները եկել են թրկահպատակ օրակարգով։ Երբեմն, տեսեք, մի քանի թեզ կա, որոնք շատ վտանգավոր են։ Թեզ կա, որ նա հոգեկան հիվանդ է։ Նա հոգեկան հիվանդ չէ։ Այն ինչը նա անում է, բավականին տրամաբանված է, շատ առողջ է եւ ֆրիկի համար շատ արդյունավետ։ Այսինքն այսօրվա դրությամբ ինքը հավաքում է իր ուզած կոմենտների թիվը, իր ուզած դիտումների թիվը եւ իր էջի ակտիվության թիվը։ Երկրորդական հարց է, որ հազարավոր մարդիկ մտել են հայհոյելու իրեն եւ իր կնոջը։ Իրենք դա շատ փայլուն հաշվարկել են նախքան դա գրելը։ Նրանք բնականաբար հաշվի են նստում, որ պետական գործչին էշ անվանելուց հետո մեկնաբանություններում մեղմ ասած բայց նրանց ուզացնել հենց դա է։ Հետաքրքիր է, որ այս դեպքում չեն էլ հեռացնում այդ մեկնաբանությունները՝ ի տարբերություն Այո, TikTok-ում նրանք փակում էին մեկնաբանությունները։ Facebook-ում ջնջում էին, հիմա բաց են թողնում, որովհետև սա միակ հնարավորությունն է, որ իրենք այս երկրում ունենան դիտում, ունենան օրակարգ։ Միակ, որովհետև բոլոր քաղաքագիտական լուրջ ծրագրերում երկրի բյուջե, երկրի անվտանգություն, երկրի կրթություն, երկրի մշակույթ, ամեն ինչ, շինարարություն, մշակույթ, ամեն ոլորտներում բանակ, զինված ուժեր, սահման, միջազգային հարաբերություններ, միջպետական, դուք տեսնում եք, թե ինչ խայտառակ վիճակում է նա հայտնվում, երբ գնում է Հայաստանը ներկա, ինձ եւ ձեզ ներկայացնելու դրսում, դա խայտառակության, դա ամենասարսափելի գագաթնակետն է, որ կարելի է պատկերացնել, բայց դեռ ես վստահ եմ, որ սա էլ դեռ վերջը չէ, այսինքն ես վստահ եմ, որ շատ տեղ կա դեռևս։ Նրանք անդադար ստուգում են, ինչ կարող են անել։ Ալիևի համար սուրճ պատրաստելը մարսեցին հետեկան երկիր, հաջորդ գնալուց հասկանան էլ ինչ կարող են անել, որ մարսեն ու հասկանան դեռ ինչքան կարող են մարսել, դեռ ինչքան կարող են գնալ ու չգիտեմ, հիմա հարցակումը եկեղեցու վրա է, վաղը հարցակումը լինելու է ընտանիքի վրա։ Ընտանիքի հետ կապված, գիտեք, դա ոչ թե արդեն է սկսվել, դա սկսվել է այն ժամանակ, երբ տրանսգենդերը ելույթ էր ունենում ազգային ժողովում, դա սկսվել է այն ժամանակ, երբ ընտանիքի հետ կապված հազար ու մի թյուրընկալումներ էին տարածվում, սկսած նույնասեռականների հետ կապված մարդ են, թե մարդ չեն հարցադրումից, մինչև իր եւ իր զուգընկերուհու այդ պատմությունը։ Ես երեք եմ խոսել եւ հավանաբար հենց այդ հարցազրույցն էլ դիտել էր, ոմանք հուզվել են իմ ու իմ կնոջ հարաբերությունների հետ կապված, ես երեկվա հարցազրույցում հստակ ասացի՝ պսակադրվեք սկզբի համար։ Նոր խոսեք ընտանիքից, տեսնենք ինչ բովանդակության եք խոսել, թե իրենց բարոյական բովանդակությունը, որ ամփոփված է իր գրքում, շատերի համար գաղտնիք չէ։ Այն բարոյական ցածր մակարդակը, որ այսօր կա։ Ու գիտեք, շատ տարածված թեզ է եկեղեցու հետ կապված, ես շատ հաճախ եմ ստանում գրեթե բոլոր հարցազրույցներից հետո, վստահ եմ այս եթերի մեկնաբանություններում էլ կհանդիպեն այդ մեկնաբանությունները։ Շատ հաճախ, երբ մենք խոսում ենք բարոյագիտությունից, մեզ մեղադրում են քաղաքական հարցերով զբաղվելու մեջ։ Ես շատ կուզենայի, որ Հայաստանում լիներ լուրջ քաղաքականություն, եւ երբ որպես երիտասարդ, որն իրեն ներողություն համարում է կիրթ երիտասարդ, խոսեի քաղաքականության մասին։ Այսօր ցավոք սրտի ես Հայաստանում չեմ նկատում քաղաքականություն։ Բոլոր խնդիրները, որ այսօր դաշտում կան, զուտ բարոյագիտական են։ Եվ կներեք, ով պիտի խոսի բարոյագիտության մասին, եթե ոչ եկեղեցականը։ Եվ պայքարը կարծես քաղաքական դաշտում չէ, իշխանությունը չի պայքարում ընդդիմության դեմ, իշխանությունը պայքարում է բանակի, կրթության, դպրոցի, ընտանիքի եւ եկեղեցու դեմ։ Ներողություն, ես թույլ տամ ինձ ձեզ շտկել։ Այսօր մեր երկրում չկա պայքար, ընդդիմություն եւ իշխանություն։ Այսօր մեր երկրում կա ընդդիմություն եւ կա ինքնաընդդիմություն։ Այս մարդիկ եկել են իշխանության Արցախի
Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիայի ծրագրով։ Այսօր նրանք ինքնաընդդիմանում են իրենց իսկ ծրագրին, հալածելով Արցախը, որն իրենց ծրագրի հիմքն է, հալածելով իրենց ծրագիրը, այսինքն իրենք ինքնաընդդիմություն են։ Երբ դե ասում են բոլորն էլ սխալվում են, Ալեն Սիմոնյանն ասում էր բոլորս էլ մարդ ենք, սխալվել ենք։ Քաղաքական պատասխանատվությունը, եթե լիներ քաղաքականություն, ենթադրում է սխալի համար գիտակցում, զղջում, հատուցում, խոստովանություն եւ թողություն, թողնելու, հեռանալու, դաստիարակություն եւ գիտեք տարիներ առաջ դեռևս ես ասացի, որ սխալ է համեմատել նրանց Հուդայի հետ։ Շատ վրդովում եմ, երբ նրանք ներկայանում են որպես Հուդա։ Հուդան ուներ, այնուամենայնիվ ուներ բարոյական այնպիսի արժե համակարգ, ինչ որ փուլում նա ուղղակի չդիմացավ, ուղղակի հուսահատվեց, ուղղակի ինքնասպան եղավ։ Եվ 3 տարի աշակերտել էր Հիսուս Քրիստոսին եւ ուներ բարոյագիտական այն շեմը, որ ինքնասպան եղավ ու ուղղակի չկարողացավ տանել այդ բեռը։ Գիտեք, Հուդան քրիստոնեության մեծագույն մեղավորն է, բայց նույնիսկ նա ուներ ինչ որ շեմ։ Այս մարդիկ չունեն ամոթ, չկա ամոթ։ Մարդկության պատմության բոլոր չարագործները ինչ որ փուլում բախվել են ամոթին։ Հիտլերը բախվել էր ամոթին։ Հիտլերը իր բունկերից ամոթ զգաց դուրս գալու։ Պատկերացնում եք այժմ էական Հիտլերը դուրս գար բունկերից, ասեր ես պատասխանատուն եմ, թե մեղավորն եմ ու գնար ընտրությունների։ Դա անամոթություն է, դա քաղաքականություն չէ, դա անբարոյականության, անամոթության չափաբաժին է եւ այո, շատ ճիշտ են դիտարկումները, ես այսօր Facebook-ում շատ եմ տեսնում, որ գրում են Կայեն, այ Կայենը շատ ավելի նման է նրանց, որովհետեւ Կայենը անամոթաբար խարանը կրելով նաև պատիժը ստացավ գնալու եւ երկար կյանք ունենալու, երկար այդ խարանով ապրելու, գիտեք, իրենք երկար են ապրելու, իրենք այս ազգի մեջ պետք է երկար ապրեն, ես դեմ եմ մահա, հիմա ասում են, չէ, պետք է վերականգնել դատավճիռը մահվան։ Չեմ ուզում, որ նրանք մահվան դատավճիռ ստանան, նրանք պիտի ապրեն, նրանք պիտի անցնեն զղջման մեծ ճանապարհ։ Հետևաբար, քաղաքականությամբ զբաղվել չզբաղվելու հարց բնավ էս երկրում չկա։ Բոլոր հարցերը բարոյագիտական են, արժե համակարգային են։ Եվ ուր է թե քաղաքականություն լիներ, ուր է թե քաղաքագիտությամբ մենք կարողանայինք լուծումներ գտնել, եւ դա բոլորին է վերաբերվում։ Բոլորին, նաև ընդդիմությանը, ես շատ կուզեի, որ ընդդիմությունում լիներ կուր քաղաքական միտք, ընդդիմությունը լիներ միասնական, քաղաքական, ինչ-որ լուրջ օրակարգի մեջ, շատ կուզեի, բայց այսօր կա բարոյական դաշտ եւ անբարոյական դաշտ։ Եկեղեցին դարեր շարունակ եղել է կամուրջը ու այդ կամուրջը ուզում են քանդել, չեն կարողանալու։ Միևնույն ժամանակ կա եւս մեկ մեղադրանք, երբ մենք խոսում ենք այս թեմայով, երբ մենք ներկայացնում ենք այս ամենը։ Երբ մենք քննադատական խոսք ենք ասում բարոյագիտական այս հարցերով, մեզ հիշեցնում են Սուրբ գրքից մի դրվագ՝ մի դատիր, որ չդատվես։ Շատ լավ։ Բայց սիրելիներ, եկեք Սուրբ գիրքը կարդանք ամբողջությամբ։ Սուրբ գիրքը ոչ թե ասում է մի դատվիր ու վերջակետ։ Սուրբ գիրքը հավելում է. ինչ դատաստանով որ դատվես, նույն դատաստանով էլ դատվելու ես։ Ես համաձայն եմ դատվել նույն դատաստանով, եթե մի օր անեմ սա, բայց գիտեք, իմ դաստիարակությունը, իմ կրթությունը, իմ աշխարհայացքը, քրիստոնեական աշխարհընկալումը թույլ չի տա մտնել Facebook գրել տխմար։ Ուրիշ պետական գործ չի լինելով կարևոր մի հանրային դեմք, որին նայում են տարբեր դեսպանատներ, որին նայում են ամբողջ աշխարհից, որի գրառումները թարգմանվում են տարբեր լեզուներով։ Այս մարդիկ բարբերաբար ներկայացնում են, թե ում հետ են նրանք հանդիպում, անշուշտ մենք ակնհայտ տեսնում ենք, որ լուրջ աշխատասենյակները փակ են նրանց համար, մենք տեսնում ենք նրանց խայտարակայցը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, երբ որ նրանք որևէ լուրջ ընդունելության չարժանացան եւ ինչ որ միջանցքներում էին նկարվում Ամերիկայի քաղաքական գործիչների հետ։ Մենք տեսնում ենք, որ որևէ մեկը նրանց լուրջ չի ընկալում, բայց շատ լավ, այս ֆրիկերը այսօր կան, վաղը չկան, բայց մեր պետության, մեր պետականության պատիվն է դրսում ու Երանի թե մի օր մեկը հանձնառնի հետագայում տա Աստված շուտով
Սա վերականգնելու, սա լուրջ վերականգնելու հարց է, որի վրա մեծ էներգիա է պետք ծախսել, որպեսզի ցույց տա հայ ժողովուրդն այդպեսին չէ։ Հայ ժողովուրդը կապ չունի այս մարդկանց հետ։ Այս մարդիկ հայ ժողովրդի ներկայացնողը չեն, ինչքան էլ ձգտում են ներկայացնել։ Ես ասեմ, նույնիսկ մեր ժողովրդի ամենացածր ինչ որ խավեր, որ նայենք, շատ հետաքրքիր, մանավանդ գյուղերում մեր ժողովուրդ ինչ որ ներքին զգացողություն ունի դաստիարակության։ Գիտեք, մենք շատ ենք սիրում մեր ժողովրդին մեղադրել։ Փնթի ենք, էս չենք, մեկ էլ ասում, էս ենք, էսա մեր պատկերը, ոչ, այդպես չի։ Ես շատ եմ գնում գյուղեր։ Մեր ժողովրդին այսօր ուզում են ներկայացնել փնթի, այդ կեղտոտ պերաշկիներով, ճենճոտ, այդ զույգի կերպարով ներկայացնել, որ մենք էս ենք, ոչ, սիրելիներ, այդպես չի։ Մեր ժողովուրդը բավականին լավ պահպանված, բավականին հետաքրքիր ինքնությամբ, շատ խոնարհ, խոհուն, խորհրդավոր ժողովուրդ է։ Թովմաս, շատ հաճախ վերջերս ասում են, որ իշխանության այս պայքարը եկեղեցու դեմ, արշավը եկեղեցու դեմ անձնական տիրույթում, այսինքն կա կրոնական հակասություն, դրա պատճառով է, բայց արդյոք սա պետական մակարդակով արդեն տարվող արշավ չէ եկեղեցու դեմ, նույնիսկ ընտրությանը ընդառաջ, որովհետև բարոյազուրկ ժողովրդին ավելի հեշտ է կառավարելը։ Մի առանձնացրեք եկեղեցին, արշավը մեր ինքնության ու արժեքների դեմ է։ Ինքնության դեմ թիրախավորվում են հերթը հասել է ուղղակի եկեղեցուն, բանակը արժեզրկեց, անցավ մի կողմ փորձեց արժեզրկել, անցավ ընտանիքին, ընտանիքը փորձեցին արժեզրկել, հիմա հերթը արդեն եկեղեցունն է։ Հերթը եկեղեցունը ոչ թե այսպես վերջում էր թողնված, եկեղեցին եղել է առաջին թիրախն է եղել։ Ուղղակի մյուս կառույցները այդքան ուժեղ չգտնվեցին, որովհետև որպես կանոն 30-ամյա կառույցներ էին։ Սովետական տարիներից հետո զրոյից սկսված կառույցներ էին։ Մեր ազգային բանակը, մեր ազգային կրթությունը իրենք զրոյից դրված հիմքեր էին մեր նորանկախ պետության երիտասարդ կառույցները, բայց եկեղեցու պարագայում մենք գործ ունենք 2000-ամյա կառույցի հետ, որը շատ լուրջ հիմքեր ունի, շատ լուրջ արմատներ ունի ու այդքան հեշտ չի եկեղեցու հետ խաղանելը։ Դուք հիշեք անցած տարի Սարդարապատում ինչ տեղի ունեցավ, ուղիղ 1 տարի առաջ, ուղիղ օրացուցային 1 տարի առաջ ինչ խայտարակություն էր տեղի ունենում Սարդարապատում, վեհափառի ճանապարհը փակվեց։ Ու ամեն տարի եկեղեցին թիրախավորվում է մշտապես։ Այստեղ պետք է մի բան ասել, եկեղեցին երբեք չի հավակնում պնդելու, որ իր սպասավորները անթերի են, բայց եկեք նկատի ունենանք, որ ամբողջ աշխարհում ընդամենը շուրջ 600 հոգևորական, գուցե արդեն թիվն ավելի քիչ լինի, կատարում են ահռելի աշխատանք եւ եկեղեցին կատարում է ահռելի աշխատանք։ Գարեգին II հայրապետը բազմիցս հիշատակվել է որպես Գարեգին II շինարար կաթողիկոս։ Եվ այն հսկա շինարարությունը, բարեզարդման այն հսկա աշխատանքները, որոնք կատարվել են մեր վանքերում, ամենատարբեր թեմերում, աշխարհի բոլոր ծագերում, ուղղակի դրանց մասին շատ քիչ են խոսում, բայց դա շատ տեսանելի է։ Դա շատ տեսանելի է, ամեն տարի նախորդ տարվա վրա հսկայական փոփոխություն կա։ Մեր բոլոր մանավանդ գյուղական համայնքների, փոքրիկ մատուռներում, եկեղեցիներում, գիտեք, շատ իհարկե հեշտ է մտնել Facebook-ում ասել խորդանոց բան, չեմ էլ ուզում այդ բառը, թեև ես երեք անվանեցի, որ իրենք չուլանային աշխարհայացք ունեն եւ չուլանային ուղեղ ունեն եւ իրենց ուղեղն է այդ վիճակում, որ գնում են Ադրբեջան եւ այնտեղից ինչքան աղբ լցվում է իրենց գլխի մեջ եւ իրենք այդ աղբը բերում են Հայաստան եւ լցնում են մեր եթեր, այ իրենց գլուխները ադրբեջանական չուլաններ են, խորդանոցներ են, որտեղ Ալիևյան աղբն է դրված, որում ամուր այսպես ամբարած դեռևս ով գիտի 18 թվականից առաջ թուրքական հեղափոխությունից սկսած։ Այնուամենայնիվ եկեղեցում կարող են լինել թերություններ, բայց բնական է ու միանշանակ, որ դա եկեղեցու անելիքը չէ միայն, եւ մեր պատմամշակութային հոգեվոր հուշարձանների պահպանման համար պետությունն ունի ստանձնած շատ հստակ պարտավորություններ։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է վերանորոգել վանքերը, պարտավոր է խնամել վանքերը։
Դա իր գործառույթն է։ Դրա համար հայոց եկեղեցին հսկայական հարկեր է մուծում։ Դրա համար մենք բոլորս հարկեր ենք վճարում պետությանը։ Եվ այդ հարկերի մի ահռելի մասը կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունում պետք է հատկացված լինի պատմամշակութային այդ բոլոր կոթողների պահպանության հարցում։ Եկեք մտածենք, այս եկեղեցին արդյոք մեզ պետք է, եթե ներսում փնթի է։ Դե իրենց պետք չէ, բայց հարցը հետևյալն է, իրենք ինքնաընդդիմության դիրքերում են։ Այդ ներողություն օտար բառի համար մուննաթը ում հասցեին է։ Նման է Շուշիի դեպքին, արդյոք մեզ պետք է Շուշին։ Նման է այլ դեպքերի եւս, երբ այդ մարդը ինչ որ շատ վատ տոնով խոսում է այն մասին, որ երկրում կոռուպցիա կա։ Այո, կա։ Բայց ում վրա եք մունատ գալիս, եթե դուք դրա ուղիղ պատասխանատուն եք։ Էլի կառավարության նիստերին խոսել, որ երկրում այս խնդիրներն են, այն խնդիրներն են ու մեղադրական տոնով ու թիրախավորելով ժողովրդին։ Գիտեք, պարզ օրինակ բերեմ, Երևանում աղբահանության հարցը ամբողջությամբ տանուլ տալուց հետո խոսվում է այն մասին, որ ժողովուրդը ինչ որ գլանակ կամ ինչ որ աղբ է թափում, դրա համար Երևանում կեղտոտ է։ Ու օրինակ բերելով եվրոպական մի քաղաք։ Եվրոպայում մաքուր է ոչ թե նրա համար, որ եվրոպացիները ավելի մաքրասեր են, քան հայերը։ Ոչ, ներողություն, բայց հայերը շատ ավելի մաքրասեր են։ Ես եղել եմ Փարիզում, ես եղել եմ Հռոմում, ես եղել եմ Եվրոպայի շատ ու շատ քաղաքներում։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք հայերս շատ մաքրասեր ենք, շատ ավելի մաքրասեր, քան Եվրոպայում ապրող, ընդ որում ոչ եվրոպացի, այլ մեծամասամբ արաբ, տարբեր ժողովուրդներ, նաև փոքրամասնություններ, որոնք երբեք ոչ մի մեծ ֆրանսիական քաղաք աչքի չի ընկնում իր հատուկ մաքրասեր բնակչությամբ։ Մենք էլ այդպես հատուկ թիրախավորված փնթիներն ենք նրանց ֆոնին։ Ոչ, ուղղակի կան եվրոպական քաղաքներ, որտեղ աղբահանության համար նախատեսված գումարը չեն լափում եւ կան երկրներ, որտեղ լափում են։ Իդեպ ես հիմա մի ծրագիր եմ սկսել, որն անվանել եմ վերև, որովհետեւ շատ կարեւորում եմ վերև նայելը։ Մեր Սաղմոս 2-ն ասում է համբարձի զաչ սիմիլերինը սուստի եկեսցե ինձ օգնություն։ Մեր աչքերը դեպի լեռներ, դեպի բարձունք կհառնեն ու այնտեղից մեզ օգնություն կգա։ Պլութարկոսը մարդ բառը հենց այդպես էր բացատրում՝ վերև նայող։ Անթրոպոս, անո վերև, օպոս օպտիկա բառն է, նայող, վերև նայող։ Մարդ, որը հայացքը կարողանում է պարզել երկնքին ու այնտեղ վեհը տեսնել, բարձրը տեսնել, արժեքը տեսնել ու ինքնությունը։ Իսկ նկատած կլինեք, որ տարբեր լեզուներում, տարբեր կրոնների մեջ բացասական կենթանի, բացասական խորհրդանիշ է խոզը։ Ինչու չեն ասում ուրիշ, ինչու չեն ասում այ կենգուրու, ասում են այ խոզ, որովհետև խոզը ֆիզիոլոգիական առումով վիզը այնպես է կազմված, որ ինքը միշտ նայում է ներքին, վերև նայել ֆիզիկապես չի կարող։ Ինքը միշտ նայում է լափի մեջ։ Ինքը ծնվում է այդ լափին նայելով մինչև կյանքի ավարտը։ Ուտելիքի մասին կենթանի է։ Հիմա այդ կենթանու համար ֆիզիոլոգիական առումով մեղադրելի չէ, բայց այսօր իրենք եկել են խոզի օրակարգով, թալանից խոսելով, ուտելուց խոսելով, կոպեկ առ կոպեկից խոսելով, կոպեկի հացի, որ նայում եք իրենց պետական մտածողությունը ինչի մասին է, այստեղ հաց, այստեղ կաց, որև խոզի տրամաբանությամբ են, խոզի տրամաբանությամբ, ոչ մի արժեք, ոչ մի ինքնություն, ոչ մի գաղափար, ոչ մի քաղաքականություն, միայն ամբարո, նյութական, հայհոյալից ցածր ու իհարկե նաև հանցագործ ներկայություն։ Ընդ որում հանցագործության մասին պետք է առանձին ուշադրություն դարձնել, որովհետև սա արդեն, գիտեք, մի բան է, երբ դու կարող ես սինկլոր լինել, կարող ես տգետ լինել, կարող ես բռի լինել ու անդաստի արագ եւ ասել այդ էշը իմ քաղաքական կարծիքն է։ Ես քաղաքական կարծիք ունեմ, երբ ասում եմ ինչ որ ախր չեմ էլ կարող ինձ թույլ տալ մյուս բառերը ցիտել, հա? Ոչիլ, դա քաղաքական կարծիք է, բայց գիտեք, երբ դու ասում ես մանկապղծություն, եթե հայոց եկեղեցում չեմ էլ կարող եթեով ասել դա, ուղղակի ժամանակաձև կասեմ, եթե լիներ, բայց բացառվում է եւ ես չգիտեմ, դա աննկարագրելի է մանկապիղծ եկեղեցական, դրա մասին երկրի առաջին դեմքերը ոչ թե պիտի մտնեին Facebook-ում ստատուս գրեին, այլ հենց նույն պահին, նույն վայրկյանին պիտի այդ մարդու անունը փաստերով
ազգային անվտանգության ծառայության ամբողջ ռեսուրսով, ամբողջ ուժով այդ մարդը պետք է ամենադաժան պատիժը ստանար նույն վայրկյանին, քանի դեռ այլ երեխայի չի վնասել։ Եթե հիմա հայոց եկեղեցու հոգևորականների շարքերում իրենց գաղափարախոսության եւ իրենց մակարդակի մեկը կա, որ հանցագործ է ու նման հանցագործություն է անում, ոնց կարելի է մտնել դրա մասին Facebook-ում գրել ընդամենը։ Ինչպես պետք է նույն պահին մանկապղծությունն սարսափելի մեղադրանքն է, որ ամենադաժան պատիժն էլ է քիչ։ Նույն պահին պետք է այդ մարդը ամենադաժան, ընդ որում, ասում եմ, ուժայինների մասնակցությամբ, փաստերով շատ դաժան պատժի արժանանար։ Եթե այդպիսի մարդ գոյություն ունենար, որովհետև եթե այդ մարդը կա, եթե դուք հստակ ասում եք, որ հայոց եկեղեցում կա մանկապիղծ, ու այդ մարդը ազատության մեջ է եւ հոգևորական է, թե չէ, նա ազատության մեջ է, դա լուրջ սպառնալիք է մեր երեխաներին, ճիշտ է։ Ինչ եք դուք անում։ Մտնում եք Facebook-ում ստատուս եք գրում։ Այսինքն այդքան անհաղորդ եք այս երեխաների անվտանգության մասին։ Այսինքն դուք ունեք վկայություն, որ հայոց եկեղեցում կա մանկապիղծ, որ սարսափելի հանցագործություն է, որի համար սարսափելի դատավճիռ է սահմանադրությունը եւ օրենքը նախատեսում, որ այդ մարդը պիտի շուտ ձերբակալվի, վայրկյան առաջ արդեն պիտի ձերբակալված լիներ, դատված լիներ, նստած լիներ, ամենադաժան պատժով, դուք ոչ մի բան չեք ձեռնարկում, մտնում եք Facebook, գրում եք, որ հայոց եկեղեցում կա մանկապիղծ։ Ուրեմն այստեղ երկու բան կա։ Կամ դուք չունեք փաստեր, չունեք ոչ մի բան, ուղղակի ստախոսներ եք, կամ հանցակից եք։ Դեն գիտեք, որ կա, եւ թաքցնում եք փաստերը։ Եթե մարդը նման ստախոսություն անհասցե, բայց սև սքեմ հակնողի մասին, հիմա սև սքեմ հակնողները շատ քիչ են։ Ես բոլորին անուններով ճանաչում եմ։ Մեր հայոց եկեղեցում չկա գեթ մեկ հոգևորական, որին ես անձնապես չեմ ճանաչում։ Մենք շատ քիչ ենք։ Մենք բոլորս իրար փայլուն ճանաչում ենք։ Մեզ դժվար չէ հստակ անունով հասկանալ ում մասին է խոսքը։ Եթե անուն չկա, եթե լղոզված օդի մեջ հայտարարություն է հանցագործության մասին, դրա համար նա պետք է դատական լուրջ պատասխանատվություն կրի, որովհետև սա արդեն ինչ որ զրույց չէ, դե ես կարծիք եմ ասել, որ դու ասում ես հստակ հանցագործության մասին, ահազանգում ես հանցագործության մասին եւ դու պարտավոր ես տեղում չթաքցնելու քո ունեցած հանցակազմը։ Այսինքն, ասում եք, ինչքան մանր մարդկանց հետ գործ ունենք ու բնավ քաղաքական հարց չկա եւ ակնհայտ է, որ սա իրենց վերջին փրփուրներն են, վերջին ելույթներն են, այսօր մեր քաղաքական գործիչներից մեկը նաեւ շատ դիպուկ օրինակ բերեց, քաղաքական դիակները, երբ երկար մնում են անտեսված, իրանց վրայից հոտ է գալիս։ Այդ գարշահոտությունը, որ իրենք ամեն օր լցնում են համացանցում մեր կյանքում, մի օր պիտի, չէ, ավարտվի։ Եվ ես հուսամ, որ այդ օրը մոտ է, այսօր մենք նաև այստեղ համբարձման տոնի խորհրդով ենք հայոց եկեղեցին 5 շաբթի օրը տոնեց համբարձման տոնը, մեր Տեր Հիսուս Քրիստոսի մենք անցանք հարութենական շրջանը եւ Քրիստոսի հաղթանակի խորհրդով շարժվում ենք առաջ, հավանաբար առայժմ իհարկե խաչի ճանապարհի փուլում ենք, բայց դա Աստված, որ մենք այնքան գիտակցաբար անցնենք այդ խաչի ճանապարհը, որպեսզի հարությունը մեր ժողովրդի համար դառնա իրականություն, որովհետև մենք Քրիստոսի հարությանը հավատավոր ժողովուրդ ենք։ Ու գիտեք, այս վարկանիշը, որ կա, ինքը գնալով գահավիժելու է եւ իրենց անկումն այլևս անկասելի է ու հստակ։ Տոմաս, այս պայմաններում ինչպես պիտի հանրությունը կարողանա հակազդել կամ դիմանալ ազգային արժեքների դեմ այս պայքարին։ Գիտեք, շատ վտանգավոր է խոսել հանրության մասին ու խոսել ընդհանրացումներով։ Շատ վտանգավոր, որովհետև հանրությունը շատ տարբեր է։ Այսօր ես դիտում էի մարդկանց, փողոցում մարդկանց հարցազրույցներ, որոնց ցույց էին տալիս այս գրառումները։ Գիտեք, մարդկանց մեծամասնությունը շատ վստահ ասում էր, սա ֆեյք է, սա իրականություն չի կարող լինել։ Սա ուղղակի իրականություն չի, չէին հավատում։ Եվ նույնիսկ այն մարդիկ, որոնք նույնիսկ այն փոքրաթիվ, փոքրականակ մարդիկ, որոնք սատարում են այս իշխանություններին, ասում էին, դուք խափում եք, էլի նախկիններն են սարքել։ Ինք չէր կարող նման բան գրել։ Բայց այդ մարդիկ գնալու են տուն, բացելու են Facebook-ը, տեսնելու են, որ սա իրականություն է, հասկանալու են, թե ինչի մեջ են իրենք ապրում։ Ու գիտեք, մի պատմեք նրա մասին, որ շատ մարդիկ նույնիսկ ուրախ եկեղեցին կարմիր գիծ է մարդկանց համար։
ու Արցախն էլ է կարմիր գիծ։ Ես չեմ զարմանա, որ հիմա որոշ ժամանակ անց իրենք սկսեն Արցախի հետ կապված ինչ որ բաներ խոսել, որովհետև այսքան ռոպագանդայից հետո էլ մարդիկ այնուամենայնիվ գնում ձայն են տալիս Հադրութի դեօկուպացիային, Շուշիի դեօկուպացիային եւ ընտրում են, թեկուզ եւ ընտրում են նրանց, բայց ընտրում են Արցախի գաղափարով, ոչ թե նրանց վստահելով։ Մոլորությունը մեծ է, ռոպագանդան մեծ է, մարդիկ տարբեր են, պետք է ձևավորել, այնուամենայնիվ ձևավորել ազգային էլիտա մտավորականություն, չի կարելի լռել, ասել ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Սա շատ անբարոյական է, այլևս շատ անբարոյական։ Ինչ է նշանակում քաղաքականությամբ զբաղվել կամ չզբաղվել։ Հավատացեք, իմ տարիքը, իմ զգացմունքայնությունը, իմ աշխարհայացքը ընդհանրապես չի համապատասխան քաղաքականությամբ զբաղվելու։ Ես միշտ խուսափում եմ։ Ես քաղաքականությունից լավ գլուխ չեմ անում։ Ես շատ պարզ միամիտ երիտասարդ եմ, որը ունի որոշակի արժեհամակարգ, ունի բարոյագիտական որոշակի ընկալումներ ու կարդացել է Աստվածաշունչը։ Այն ամենը, ինչ ես խոսում եմ, բարոյականության մասին է։ Ես ուզում եմ լինել բարոյական մարդ։ Ես չեմ ուզում վճարվել տարբեր եվրոպական կազմակերպությունների մասին, խոսել ֆեմինիզմից Instagram-ում, բայց երբ իմ երկրում իմ կին լրագրողին զուտ կին լինելու համար թիրախավորում ու վիրավորում են, ծպլուն չհանել։ Ֆեմինիզմը դա է։ Կին լրագրողին մենակ չթողնելը, որովհետև այդ վիրավորանքը, որը հասցվել էր զուտ նրա համար, որ դիմացը կին էր։ Տղամարդու պարագային այդ պատգամավոր կոչված տղուկը կարող էր բերնին ուտել, որովհետև հայ տղայի թասիբը մի քիչ շատ ավելի երբեմն բերում է նույնիսկ ագրեսիայի, իսկ կինը ավելի զգացմունքային է, ինքը միանգամից փակվում է, ինքը միանգամից շոկի մեջ կարող է նույնիսկ բառ չգտնել այդ պահին։ Այո, կանայք ավելի զգացմունքային են։ Ու դա օգտագործվում է ազգային ժողովում, եւ ես նկատում եմ, որ ընդ որում թիրախավորված եմ ասում, ֆեմինիզմի թեմայով զոր ու գիշեր գրանտեր ստացող եւ խոսող շատ ու շատ բլոգերներ այդպես էլ մինչ օրս չանդրադարձան այս խնդրին։ Ինչու՞։ Այսինքն, երբ դուք Եվրոպայում մի կնոջ են վիրավորում, դուք կարող եք հելնել, խոսել, բայց երբ Հայաստանում է այդ խնդիրը, ձեր քթի տակ է այդ խնդիրը, անվանապես ձեզ առնչվող է այդ խնդիրը, այդտեղ լուռ եք։ Արցախի մասին լուռ եք։ Բարոյագիտական հարցերում լուռ եք։ Ինչի համար, ինչից եք վախենում, ումից եք վախենում, այս վախեցածներից։ Ու նաև ես ուզում եմ ընդհանրապես վախի մթնոլորտի մասին ասել։ Գիտեք, վախի մթնոլորտ Հայոց եկեղեցին շատ է հաղթահարել։ Այսօր մինչ մենք եթեր էինք մտնում, դուք ցուցադրում էիք Միքայել arczepiskopos Աջապարյանի խոսքը այն մասին, որ եկեղեցին Ստալին է տեսել, Լենք Թեմուր է տեսել, 1000 ու մի վախի մթնոլորտ ու կայսրությունների բռնաճնշումներ է տեսել, եկել անցել են։ Այսօր ուր է, ովքեր են իրենք։ Ումից վախենաս։ Դուք հասկանում եք, որ այս ամեն գրառումները վախի արդյունք են։ Ինչքան մեծ վախի։ Դողերոցքի մեջ ընկած մարդ եւ կին, երկու ուրեմն զուգընկերներ, համակեցությամբ իրար հետ երկիրը քանդողներ, դուք տեսնում եք ինչ խոճապի մեջ են։ Ումից եք վախենում։ Ես նայում եմ գրառումները, ընդամենը մի 20-30 ամենա մաշված դեմքերի, որոնք ոչ լսարան ունեն այսօր, նույնիսկ ֆեյքերին չեն կարողանում արդեն վերահսկել։ Ես նայում եմ նույնիսկ ֆեյքերին վերահսկել չեն կարող։ Ուր մնաց հանրություն իշխեն ու վերահսկեն։ Մի վախեցեք, վախենալու ոչինչ չկա։ Ես ուզում եմ ասել, որ այսօր թե հանրային գործիչները, թե քաղաքական հասարակական գործիչները, թե բլոգերները, թե մտավորական իրենց համարողները, թե հոգևորականները, թե բոլոր ոլորտներում ուսուցիչներ, պետական աշխատողներ չվախենան, ոչ մի վախենալու բան չկա։
Ավարտված մարդիկ են, ավարտված, վերջացած, մենք էլ հաղթանակած Հիսուս Քրիստոսի հաղթանակած հետևորդներն ենք։ Հիսուս Քրիստոս ասաց. ես հաղթեցի աշխարհին, հաղթանակի այդ տեսիլքը շատ մոտ է, դրանից իրենք դողերոցքի մեջ ընկած են եւ պետք է ընդամենը վայելել, թե ինչպես են իրենք իրենց տալիս պատեպատ։ Այսքանով ավարտենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցումը Աստվածաբան Թովմաս Արաքելյանի հետ։